Մոսկվան եղել է, մնում է ու կմնա հավերժ Հայաստանի պետականության ախոյան պետականության։ Իհարկե Մոսկվայի համար ձեռնտու է, որ հայության հետ մնա բարեկամ, բայց այդ հայությունը ապրի, արարի, ստեղծագործի ռուսների համար ռուսական տարածքում, ասենք Կալուգայի ցեխերի մեջ, Մագդագորսկի թունավոր միջավայրում, Ռիազանի ռազմական հիմնարկներում, այսպես կարող եմ շարունակել Լուգանսկ եւ այլն, հատկապես հեռավոր արևելք եւ վերջինը հայության լավ տեսակի համար, որը հիվանդ է քաղցկեղով ռուսականությամբ Խերսոնում եւ Սեկտիվկարում։ Իհարկե, այս բոլորը ռուսները կուզեին, որ այդպես լինի, բայց մեր հաղորդաշարը յուրաքանչյուրից վերադարձնում է քաղաքամայր Երևան, ավելի շուտ, ավելի ընդարձակ Արարատյան դաշտ, որտեղ հազարամյակներ շարունակ արարվել է հայկական իրականությունը, ստեղծվել է պետականություն, երբեմն կորսվել է, բայց նորից վերականգնվել է, հետաքրքիր է։ Եվ ինչքան վերականգնվել է հայկական պետականություն, տարբեր հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում, բացի Կիլիկյան, Արարատյան դաշտը միշտ մնացել է որպես առանցք, եւ Երևանը պիտի մնա միշտ հայկական աշխարհայացքի առանցք, ելակետ եւ վերջակետ, մնացածի վրա կներեք թքած մնացած մեկնաբանությունները եւ այլն եւ նման բաներ։ Մատկապես Կրեմլյան ուղղությունը նկատի ունեմ, որովհետեւ կյանքն ապացուցեց, որ մեր հայրենակիցների մի մասը ուղղակի ռուսականությամբ վարակված է։ Թուրքականությամբ էլ կա երևի թե, բայց դա հայ ժողովրդի կյանքի վրա ազդեցություն չունեցող բան է։ Դրա համար ժամանակին ես մի խոսք էի ասել, հիմա ուզում եմ կրկնեմ, անցնենք առաջ, որտեղ շատ է դա շահարկվել, որն է։ Ես գտնում եմ, որ ռուս ուրեմն հայը ավելի լավ է, չասեմ հետո, մի խոսքով, ուրեմն նորմալ այն է, որ հայությունը լիներ հայակենտրոն եւ հայաստանակենտրոն լինելուց բացի ուրիշ ոչինչ չլինի, մնացած ժողովուրդների հետ լինի բարեկամ, ընկեր, ինչպես կուզեք, ժողովուրդներն ապրում են հարևանությամբ իրար մեջ, իրար հետ թշնամանում են, իրար հետ հաշտվում են եւ այսպես շարունակում հազարավոր տարիների երթը, հատկապես Հայաստանի պարագայով, բայց ուրեմն դրա համար մեր բանաձևն ասեմ, հատկապես մեր հայրենակիցների մեջ չեկիզմով ռուսականությամբ ընդմիշտ վարակվածները, որը վերջին բեգորները, ովքեր կհասկանան, վերադառնան հայկական իրականություն եւ իրենց տխմար մտքերն ու տխմար տեսակետները հակահայաստան տեսակետով շաղ չտանաչու ծախ։ Ուրեմն սա մնում է, ուրեմն մենք ձեզ հետ միասին աշխարհի որ մասում էլ լինենք Յակուտիայում, լինենք Մումբայում, լինենք ուրեմն Դելիում, որտեղ ուզեք, լինենք Սոմալիում, որտեղ ամեն Չիլիում, լինենք Փարիզում, Վաշինգտոնում, բայց բոլոր դեպքերում մեր ազգային կտրվածքի մասկով կա մի բանաձև, որը անխախտ է, անփոփոխ է եւ հազարամյակների համար եղել է ու պիտի մնա, որովհետեւ Հայաստանը հավերժ է դիմաստով։ Հայ մարդը ուրեմն ազգային տեսակետով կարող է բացառապես լինել հայամետ, ոչ թուրքամետ, ոչ ռուսամետ, հատկապես ոչ ռուսամետ։ Ուրեմն եւ աշխարհայացքի գեոքաղաքական ստրատեգիան իմաստով հայ մարդը կարող է լինել միայն Հայաստանակենտրոն, ուրեմն մենք հայամետ ենք որպես ազգ ժողովուրդ, աշխարհայացքով ստրատեգիայի իմաստով Հայաստանակենտրոն ենք։ Հետևաբար ճշմարիտ իրականությունն այն է, որ մեր հաղորդումների բովանդակություն ունի մի ուղղվածություն աշխարհին նայել Երևանից, ուրեմն եւ աշխարհը նայել Երևանի միջոցով, հետեւաբար հայացք Երևանից։ Հիմա կոնկրետանամ մի հարցի վրա։ Դուք տեսնում եք, որ Հայաստանի Հանրապետության շուրջ նորից կրքերը բորբոքվում են, հատկապես բորբոքվում են սահմանային գոտիներում, եւ դա դժբախտաբար օրինաչափություն է այն օրվանից,
եւ ռուսի անիծված ոտքը մտել է հայկական լեռնաշխարհ։ Դա մտմիշտ հիշեք։ Նա ուրեմն ի տարբերություն անգլիացու, ի տարբերություն գերմանացու, ի տարբերություն պորտուգալացու, այս բոլոր ժողովուրդները եղել են գաղութացնող ժողովուրդներ, ուրեմն ունի սեփակ ուրեմն ժողովուրդներին իրեն հետ պահելու մի ձև, հատկապես Սահակյանը, ստեղծել խառնակցություն, հետո ուրեմն այն իրեն իր ստեղծած խառնակցություն, կոնֆլիկտ, ուրեմն փորձել լուծել կոնֆլիկտը իր միջոցներով, այսինքն դուք ստեղծում եք կոնֆլիկտ, ավեր, որովհետեւ ձեզ հետո կանչեն, որ դուք հանգցնեք այդ կոնֆլիկտը մահը եւ այլն, ինքը որ անդրամաբանական է, բայց հաստատ իմացեք, ինչ անդրամաբանական է, խիստ իրական է ռուսական պետության համար եւ ռուս ազգի համար, որովհետեւ մեկ ասում են ժողովուրդները մեղք չունեն, իհարկե ժողովուրդները մեղք չունեն, բայց երկրորդը, եթե մեղք չունեն, անմեղսունակ են, բայց քանի որ ժողովուրդները անմեղսունակ չեն լինում, ուրեմն այն ֆաշիզմը, ռուսիզմը, թուրքիզմը, հակամարտկային տեսակետներ, որոնք առաջանում են տվյալ ժողովուրդների մեջ, դա նշանակում է, որ ուրեմն այդ ժողովուրդները այս կամ այն չափով մասնակից են, ինչպես որ Արմյաշքեն հայ ստոր տեսակը, ազգային նկարագիրը կորցրած, հարցում են ինչ է նշանակում Արմյաշկը, ազգային նկարագիրը կորցրած, էթնիկական ծագման իմաստով ուրեմն հայ, բայց իր բովանդակությամբ հատկապես ռուսացած, դա ցարական արքունիքում առաջացած տերմին, ասում են ով է ասել առաջինը, ինչքան գիտեմ Նիկոլայ առաջին ցարն է ասել, որը կրկնել են տարբեր ռուսական չինովնիկներ, ցարեր եւ այլն։ Ես հատկապես մի բան հիշեցնեմ մի դրվագով, հետո կավելի կոնկրետանամ, որովհետեւ դուք պատմական փաստերը պիտի իմանաք, եթե առանց պատմության փաստերը չգիտեք, դրա համար խարխափում եք երբեմն հանիրավի միմյանց դեմ եք դուրս գալիս եւ խանգարվում եք երբեմն ուրեմն մտածողության ստորագույն ձև օտար պետության ղեկավարին ավելին եք հարգում, քան ձեր պետության ղեկավարին, այդ ղեկավարով լինի, ինչ լինի, եւ դու մենք գիտենք, որ ղեկավարները հավերժ չեն լինում, մեր բարագայով հավերժ միայն մի բան կա աշխարհում, եւ դա Հայաստանն է, ուրիշ հավերժ ոչինչ չկա, մնացած անցողիկ է Ռուսաստանն իր ցարերով, անցողիկ է Թուրքիան իր սուլթաններով, անցողիկ է Ղարաբաղյան կլանն իր հակահայաստան, հակապետական, գիշատիչ, կողոպտիչ էությամբ եւ այլն, բայց Հայաստան հավերժ է, այդպես էլ պիտի լինի։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, այսպիսի բաներ, որոնք մեր աշխարհացի բաղադրիչները պիտի լինեն եւ կազմեն։ Այդ իմաստով վստահ եղեք, մենք վերագանում ենք մեր փառահեղ անցյալի պատմական արժանապատիվ շրջանները նոր պայմաններում, նոր իրականության մեջ, նոր զարգացումներով եւ դա քաղաքագիտական գրականության մեջ կոչվում է ինդիգենացման գործընթաց։ Ուրեմն այդ գործընթացը վերադարձ է արմատներին, վերադարձ նոր պայմաններում զարգացած վիճակով։ Այդ իմաստով մենք այս օրերը ինձ պատկերանում են Արտաշեսից սկսած, որտեղ մեր պետականության հիմքերը վերջնական կողմնորոշման իմաստով դեպի պետականություն Արտաշես առաջինն է արել, որը շարունակվել է մինչև Կիլիկյան Բագրատունյաց Հայաստան, եւ սա մի ամբողջականություն է, ընդ որում Կիլիկյան Հայաստանը մեր հայրենիքի տարածքից դուրս հայկական լեռնաշխարհից։ Ասեմ հետեւյալը, հետազոտողների համար, հատկապես միջին երիտասարդ եւ շատ հաջողորեն նաեւ ուսանող երիտասարդության համար, որոնում է եթե կա դա նորմալ է, բայց ասեմ, որ հայ քաղաքագրչության մշակույթի պետականության բարձրագույն նիշը, ազգային նիշը, որակը չափորոշիչը սահմանել է ուրեմն Բագրատունյաց Հայաստանի 200 տարվա կյանքը, ուսումնասիրեք Բագրատունյաց Հայաստան, դուք կհասկանաք, մենք կհասկանանք, թե մենք հազարավոր են տարիների պատմական զարգացման ընթացքում ինչ ենք ասել եւ ինչ ենք ուզում, ուրեմն սա այսպես է։ Հիմա շարունակենք բարեկամներ,
Մեր ես ասեցի, որ փոթորկոտ եւ անհանգիստ ժամանակներ ենք ապրում եւ այդ փոթորկոտ անհանգիստ ժամանակները նորից մեզ անհանգիստ են դարձնում մեր հանրապետության բզգդված ռուսների թելադրանքով բզգդված ուրեմն պետականության սահմանների արևելյան հատվածում գիտեք, որ խոզնավար եւ այլն այստեղ խնդիրներ կան, սյունյաց եւ այլն, եւ կրակոցներ են։ Իհարկե այդ կրակոցները նախկինը չեն կարող նախկինը լինեն, բայց նաեւ անհանգստացնող են, դա նշանակում է, որ մենք ուշանում ենք եւ մեր բանակը լավ չենք վերակազմակերպել։ Եթե մեր բանակը եւ սպայական կազմը լավ վերակազմակերպած լինեինք, ունենայինք նոր որակի հայկական Ռոզլիվով եւ հայկական ամեն ինչով հայ գեներալ, վաղուց Ադրբեջանի հարցը փակած կլինենք, բայց դա մենք չունենք։ Ամոթ մեզ որպես ազգի, որը համաշխարհային քաղաքակրթության մեջ բազմաթիվ նվաճումներ ունի, բայց չի կարողանում իր փոքրիկ երկրի սահմանները պաշտպանել, որովհետեւ մենք օտարամոլ ենք, օտարահաճ ենք եւ օտարին ծառայելու համար ամեն ինչ կանենք, օտարի իշխանությունը կխնդարկենք, մեր ստրկատիրոջը, մեր տիրոջը, իմը չէ իհարկե, քրիստոնյա ժողովրդավարությունը այդ տեսակետը չունի, բայց մեր մեջ այդպիսի ստրուկներ կան, որոնք ամեն ինչ կանեն, բայց սեփական հարգանքով չեն վերաբերում սեփական պետականությանը եւ ինստիտուտներին, ինչը որ պիտի հակառակը լիներ։ Հիմա ասեցի անհանգիստ է եւ դուք եթե նկատել եք, քանի օր է հաղորդագրություն կա եւ դուք ձեր հայացքը աշխարհի ցանկացած կետից, բարձր առաջինը Երևանից, Հայաստանի Հանրապետության տարածքից, նաեւ հեռավոր արևելքից, հեռավոր արևմուտքից, հեռավոր հարավից, հարավոր հյուսիսից, գիտեք որ մենք աշխարհասփյուր ենք, եթե նայում եք, ոչ միայն Սյունյաց աշխարհի սահմաններն են անհանգիստ, նաեւ ազգային ժողովը ռևանշիստների, ֆաշիստների, ռուսական պետականության ազդեցության գործակալների կողմից նույն ալիքը տարածում է, սա նշանակում է 3 տոչկա կետ ռուսերենով եմ ասում, որտեղ այս ստրուկը, հայվանը բառացիորեն գործում է նույն սկզբունքով, աշխատում է Բաքուն, աշխատում է Մոսկվան, աշխատում է Երևանի ռսակոց 5-րդ չարասյունը հոգուտ նրանց, որի կորիզը կազմում է, դուք հասկանում եք, Ղարաբաղյան ազգագործան հակապետական հակահայաստան կլանը եւ սրանք գործելու են այնքան ժամանակ, մինչեւ մենք կդառնանք շատ ավելի կատարյալ պետություն։ Դրա համար ասեմ, որ մենք պետք է խելոք լինենք։ Այսօր դե շատ ենք ասել, բայց կյանքը ցույց է տալիս, որ պետականության հարցերում այնքան էլ խելոք լինել չենք կարողանում։ Չենք հասկանում երևի մի բան, որ մեր միակ բարեկամը այս դժվարին ժամանակներում, դժվար աշխարհում, ուրեմն որտեղ պետություններ են կործանվում, կայսրություններ են կործանվում, նոր պետություններ են ծնվում, նոր փոթորիկներ են առաջանում եւ հաճելիորեն ասեմ, մեր աչքի առաջ կործանվում է ցարերի կայսրությունը Ռուսաստանը։ Կրկնում եմ, հիշեցնում եմ Ավետիք Իսահակյանի հանճարեղ խոսքը. Հայաստանն ազատ կլինի, Հայաստանը կապրի, եթե կործանվի Ռուսաստանը։ Ով դուր չի, ում այս բանաձևը դուր չի գալիս, կարող է գնալ եւ Սիպտիվկայում տեղավորվել, այլևս չշարժվել։ Մենք այս տեսակետին եղել ենք, մնում ենք, բայց նաեւ այն տեսակետն ունենք, որ ճիշտ կլինի, որ այդպիսի խնդիրներ չունենանք եւ աշխարհի հայությունով ունենանք մի պետականություն, բոլորովին դա չի խանգարի, որ յուրաքանչյուր հայ, որ աշխարհի որ երկրում ապրում է, որ պետության մեջ լինի օրինավոր եւ օրինաբար քաղաքացի, դա դրան ընդհանրապես չի խանգարում, բայց նաեւ ազգային իդեալի իմաստով անշուշտ ունենք մեկ պետականություն, որը ուրեմն գիշատիչ խոզի նման ռուսը կրծում է, այնպես ինչպես վայրի խոզը կրծում է անտառի ուրեմն կանու ծառի բունը կրծում է որպեսզի վերջնականորեն, բայց ես ձեզ ասեմ, որ դա իրեն այլևս չի հաջողում, հատկապես ռսակոծերի համար եմ ասում, որոնք իրենք երջանկության խաբկանք ունեցան Ալեքսանդրապոլում կամ Կումայրիում, Գյումրիում, Լեննագանում իրենց տարած հաղթանակի համար հայկական մաֆիան մեծագույն հաջողություն գրանցեց,
ուրեմն իրենց պատկերացումով Լեննագանում, որտեղ ուրեմն ավականունիստը ուրեմն ընթացավ ռուսական ռազմական հետախուզության ներկայացուցիչների հսկող հայացքի ներքո։ Դուք տեսաք, որ սրանք խախտելով իրենց լիազորությունները Հայաստանի ուրեմն վարդանիքներն ու աջակցանդալյանները կազմակերպեցին ցուցադրություն առ տիրոջը հավատարմության երթում, այն տիրոջը, որը մաշվում է Ուկրաինայում ուկրաինական բանակի հզոր հարվածների տակ եւ այստեղից նա կենթանի դուրս չի գալու։ Այսպես ուրեմն շարունակում եմ մեր կյանքը եւ կոնկրետանում եմ հետեւյալ բանով, կարծում եմ, որ ոնց որ թե մենք հասկացանք մի բան, որ մենք ցանկացածս հայեր, ասենք Շիրակի գոտուց, Սյունիքից, ուրեմն հայի չկա շիրակցի, չկա սյունեցի, չկա այդ բոլորը, կա հայ, որ ապրում է եւ Արցախահայությունը, եւ Լոռու հայություն, Ջավախայություն եւ այլն։ Հիմա ուրեմն մենք կարծես թե ձեզ հետ միասին մի հաջողության հասանք այն իմաստով, որ Արցախահայության ահռելի զանգվածը հասկացավ, որ Ղարաբաղյան կլանը իր թշնամին է, իրենք Ղարաբաղցի չեն, իրենք նորմալ հայեր են, որոնք եկել են հանգամանքների պարագայով ստացվել է Հայաստանի Հանրապետությունն, նում են հիմնականում եւ իրենք պետք է մեր ժողովրդի հետ տեղի ուրեմն ձուլվեն, միմյանց հետ ապրեն, ինտեգրվեն եւ այլն եւ այլն եւ Ղարաբաղյան կլանի համար ոչ պիտի միտինգ անեն, որովհետեւ ցարերի համար Հայաստանի պետությունը թուլացնեն, որովհետեւ Ղարաբաղյան կլանի պատասխանատուներ երկրի քայքայման եւ այլն, ուրեմն հաջողություն չունենան ի վերջո այդ քաղցկեղը, թունավոր նյութը, թունակիմիկատը վերջնականորեն դուրս կա մեր մարմնից, մեր հոգուց եւ մեր ամեն ինչից։ Հասկանում եք ոնց է։ Ուրեմն դրա համար մենք պետք է հոգով ազատագրվենք եւ որովհետեւ հոգով ազատագրված լինենք, Ղարաբաղյան կլան եւ 5-րդ չարասյուն հաջորդի մեջ չպետք է լինի։ Չդա մեր դա կապ չունի, որ կլանը ծագում ունաբանություն ունի եւ հեչեւ կապ չունի, որ սրանց մի մասին Պուտինը հաջողով հանձնեց ուրեմն Ադրբեջանի Աբշերոնի եզին, որպեսզի ինչպես ուզի հետները վարվի, որովհետև ռուսները ասել են ձեզ հետևյալը կրկնում եմ, միշտ հիշեք, նույնիսկ նրանք ովքեր պիտի ինձ հայոյեն, նաև ստորագույն բաներ պիտի երևի մտածեն, բայց նրանց համար ռուսները թքում ոչնչացնում են հայության այն հատվածի վրա, որը իրեն ամենաշատ է նվիրված, անհատապես թե կոլեկտիվ, դուք տեսեք, աշխարհի ամենանվիրված Ռուսաստանի նվիրված հատված Արցախահայությունն էր, եւ նա աչքերը ուրեմն չթարթեց, որովհետեւ դարձնի ցեղասպանված, էթնիկ զտված եւ Ալիևի թրի տագով անցած։ Մենք դա հասկանում ենք, չէ, որ յուրաքանչյուր են կերած խանած գեներալները, որոնք մեր բանակը կերան Արցախում, բոլորը Ալիևի սպեցնազի ուրեմն այդ KPB-ով անցել են, հսկիչ կետով անցել են, նվաստանալով մինչև վերջը, նույնիսկ հացտուղ գեներալները, խոզապակ գեներալները, իրենք ավելի շատ են նվաստացել, որովհետև իրենց նաև դեմքով են ճանաչել։ Ես հիմա պատկերացնում եմ, թե ինչ ուրեմն ստորության աստիճան են ապրել նրանք, ովքեր հոխորտում էին Բաքու են խփում, Մինգենչարու են խփում, բայց ճողոբրեցին Ալիևի թրի տակից իհարկե իրենց փաստաթղթերը ներկայացնելով ուրեմն ադրբեջանական սա ասում են, որ այս ստորագույն հատվածը հայ ժողովրդի վրա մատթափ չտա եւ չփորձի երկրի կյանքը խաթարել մնալով Ղարաբաղյան կլան։ Ուրեմն այս կլանը պետք է ոչնչանա բոլոր իմաստներով։ Դա հայ ժողովրդի համար առաջինը բարոյապես պետք է ոչնչանա։ Հայ ժողովրդի ողբերգության բոլոր այդ ամենի մեղավորն ու հիմնական պատճառն է։ Հիմա սա այսպես եւ երևի տհաճ է այս մասին երկար խոսել, ուղղակի ես ուզում եմ ասեմ մեր ժողովրդին, նրանք ովքեր որ
Հայաստանի Հանրապետությունում են ապրում որպես քաղաքացիներ, հայեր, եզդիներ եւ այլն, կապ չունի, ուրեմն քաղաքացիներ եւ նրանք, ովքեր մեզ միացան Արցախից փախչելով, ուրեմն այդ փախուստին Ռուսաստանի կազմակերպած այդ փախուստին հետևանքով Հայաստանում հայտնվածներին։ Դուք որպես ժողովուրդ միմյանց հետ պարտավոր եք լինել շատ բարյացակամ, տարբերություն չդնեք եւ կյանքը շարունակել, ապրել եւ բոլորիդ հորդորում եմ ատեք ընդհանրապես կլանները, հատկապես Ղարաբաղյան կլանը պիտի ատեք անկախ այն բանից, թե ով որտեղ է ծնվել եւ ինչ ընկերական մարդկային կապեր ունի։ Մնացած ամեն ինչ կնորմալանա, մենք բոլորս միասին մեր պետականությունը կստեղծենք, ուրիշ ճանապարհ մենք չունենք։ Եթե հակառակ մտածողությամբ մնանք, փորձենք ուրեմն այս կլանի ուզածով պետականություն տապալենք, գործող իշխանություն տապալենք, ինչքան էլ ուրեմն այդ իշխանությունը այսօր ուժեղ կամ թույլ լինի, նկատի ունեցեք, մենք կկործանենք մեր ապական, որովհետև առանց Հայաստանի Հանրապետության պետականության գոյության մեր կյանքի իմաստը կկորչի, ստեղծված վիճակում մենք կդառնանք գնչու, թափառական, այնպես ինչպես որ այսպես ասեմ, ես միշտ հիշում եմ ուրեմն մեր լավ գեներալներից մեկի Սամվել Բաբայանի խոսքը ակաժներից մեջ է Ստեփանակերտում, երբ նա ասում էր բոմժ եք դառնալու, եթե դուք հայրենիք չունեք, վաղուց ձեզ վաճառել են, եւ այս ընկերը 1000% ճշմարտություն ասեց, ճշմարտ եւ այլն, բայց լսող չեղավ։ Հիմա ես որպեսի մենք ընդհանրապես որպեսի ազգ չդառնանք այդպիսին, ինչպիսին կարող է դառնանք, ուրեմն մենք պետք է խնգարկենք եւ մեր աշխատանքով, մեր բարյացակամությամբ ապրենք միասին նորմալ կյանքով, նաեւ ուրեմն երկրորդ իմաստով մենք կարողանանք մեր պետականությունը հզորացնենք, այնքան հզորացնենք, որ ցանկացած պահի Հայաստանի սահմաններին որևէ խլրտում, եթե պատահի, տանք եւ աչքը հանենք, բարձ է խոսքը առաջին հերթին ադրբեջանցու մասին է։ Այն վախկոտ, փախչող, անիմաստ բանակից մենք այնքան թուլացանք, մեր կլանները, մեր սողունները, մեր ստրուկները ռուսական պետությունն այն վիճակի հասցրեցին, որ հիմա մենք ադրբեջանցիները հայտնվել են մեր դռների վրա եւ ուրեմն ոչ թե խորհրդում են, ինչպես Ղարաբաղյան կլաններ խորհրդում, էսե կխփենք, չայ կխմենք Բաքվում, այն ուղիղ գործողություն կանեն եւ այլն, այսպես։ Ուրեմն շտապ վերականգնվել է պետք եւ շարժվել դեպի ապակա, ոչ մի բան, ուրեմն մնացածը երկրորդական է դառնում, բարեկամներ։ Ես միշտ փորձում եմ այս հաղորդումներում չանդրադառնալ այս հարցերին, բայց թե հանգամանքներն այնպես են լինում, որ երկրի ներսում կամ դրսում առաջանում են ուրեմն լարված վիճակներ եւ մենք ստիպված ենք լինելու անդրադառնալ այս հարցերին, բայց այս պայմաններում էլ մի խնդիր ունենք, Ժողովուրդ ջան, մենք պարտավոր ենք լինել հանդուրժող միմյանց հանդեպ, անհանդուրժող Ղարաբաղյան կլանի ռսակոց հասարակության եւ հատկապես 5-րդ Շարասյան հանդեպ։ Սրանց ոտերը պիտի վառվի հայկական հողի վրա, որ չքվեն Հայաստանից, եթե չեն վերակառուցվել։ Իհարկե մենք կուզենայինք, որ սրանք որպես հայ ժողովրդի գենետիկ, ուրեմն էթնիկական մաս վերադաստիարակվեին, դառնային այնպիսին, ինչպիսին նորմալ հայն է, բայց ես արմյաշկեկից հույս չունեմ։ Սա հիվանդ հասարակության ուրեմն բաղադրիչ է ռուսական իրականության ծնունդ, բայց փորձենք եւ դիմենք։ Շատ հաճելի է, որ վերջի շրջանում ինձ համար է հաճելի, տարբեր առիթներով պատահում են մեր ժողովրդի տարբեր զավակներ, դուստրեր, որոնք Ռուսաստանից վերադարձել են եւ ուրախ դեմքով բարևում են ինձ, ես իրենց բոլորիդ եմ բարևում եւ ասում եմ, այո, մեր միակ դաշնակիցը, միակ բարեկամը եւ միակ փրկիչը Հայաստանի Հանրապետությունն է որպես պետականություն եւ մեր միակ ուրեմն Աստված աշխարհայացքը
քրիստոնեության այն դավանանքն է, որը Գրիգոր Լուսավորիչը տարածել է Հայաստանով մեկ, լուսավորելով հայկական լեռնաշխարհը Տրքատ Մեծի հետ միասին։ Մնացած ուզուրպատորներ, կաթողիկոս նկատի ունեն, որը համառորեն նստել է ուրեմն գահին Գրիգոր Լուսավորիչի եւ ծառայում է ռուսական շահերի սպասարկմանը, խոսում է ներքին հակասություններից, թողած իր անմիջական գործը, որ եկեղեցուն է, եւ այնտեղ Աջափ Սանդալյան, որը քաղաքական իրեն, չգիտեմ, կոմիսարի տեղը դրել, երևի Կարմիր բանակայինի գրքագեն ունի իր գրբանում եւ աչուծախ դուրս է տալիս բաներ, մի հատ էլ ճարել են մեր օրերի Լենինի փոքրիկ մի կերպար, սա էլ պատկերացնում է իրեն շկիթ հանրապետության փոքրիկ մի նախագահ։ Իշխանությունները պարտավոր սրանց կարգի հրավիրելու, դնելու ուրեմն օրենքի շրջանակի մեջ եւ հայտարարելու, որ այլևս գողապետական Հայաստան չի լինելու։ Առաջարկս է, կառավարությունը կարող է ստեղծել ուրեմն մի ծրագիր հատուկ գողականության դեմ պայքարի, մեր մշակույթի բարձրացման եւ բացատրական աշխատանք տանելով, այլապես գողապետություն իր պարագլուխներով գրոհում է Հայաստանի պետականության դեմ։ Չեք հավատում, տեսեք, թե ինչ արեց Լենինագանում, ուրեմն բոլշևիզմի վերածնունդ, ուրեմն հավատացյալ կոմունիստ, իսկական նվիրյալ, չգիտեմ, եւ այլն։ Ուրեմն ասեմ ես մեր հայրենակիցների համար, գյումրեցիների, իհարկե որը մեկին չներացնելով, իմանալով։ Նկատի ունեցեք, որ 20 թվականներին, անցած դարի 1920 թվականներին Լենինագանում գործել է ամերիկյան ամենախոշոր ուրեմն մանկատունը, որբերի մանկատուն, լուսանկարներ կան, փորձեք տատեսներ, եւ ամերիկացիներն իրենց փողով, իրենց ջանքերով, իրենց միջոցներով ուրեմն պահում էին Հայաստանում մի քանի մանկատներ, ամեն տարբեր կերակրում էին, հագցնում էին, չնեղանակ լողացրել էին, սափրել էին, մազերն էին կտրել եւ շատ օգնեցին, որ այս հատվածը առաջանա սովետական իշխանությունը, որ նույն ինքը ռուսական էր, 26 թվին բոլորը փակեց, գույքներ կերավ։ Ես չեմ կասկածում, որ Բաքու է ուղարկել կամ Անկարա թուրքերին է ուղարկել։ Հիմա այս քաղաքում հետաքրքիր մետաֆոր տեղի ունեցավ։ Ռուսական, ուրեմն ով սարքի մանկատուն, ով փրկի որբերի, ով վայելի դրա պատիվն ու արժանապատվությունը եւ այլն։ Այս խայտարակությունը մենք սրանցից հետևություն անելու կարիք ունենք։